Պարոն Հայրապետյան, ես ձեզ ոնց որ թե երկու հարց ունեմ, ուրեմն այս առաջարկված նախագծով ընդհանրապես հանրային հեռարձակողների թիվն է, իմպերատիվ թիվը պակասվում է 1-ով եւ կա մի շատ կարևոր բաղադրիչ, որը առհասարակ դուրս է եկել, խոսքը վերաբերում է կրթամշակութային ուղղվածության հեռուստաալիքի պահանջը, այսինքն այսուհետ հանրային տարածքում, հանրային համապետական տիրույթում հատկապես կրթամշակութային ուղղվածության հեռուստաալիքի պահանջը վերանում է։ Սա նշանակում է, որ մենք նաև գործ ունենք նոր, այսպես ասած, մարտահրավերի հետ, որը նաև օրենքի իմպերատիվ պահանջը շաբաթական, ուրեմն տեսալսողական հաղորդումների նվազագույն 20%-ը բավարարել որպես կրթամշակութային գիտական ուղղվածության հաղորդումների ծավալ։ Սա նշանակում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ, եւ ես շատ պիտի ուզենայի, որ ձեր կողմից լսեի, թե ինչ լրացուցիչ միջոցների մասին է խոսքը լինելու, արդյոք դուք որպես նախարարություն, որը այս դաշտն է կոորդինացնում, ունեք ֆինանսական հաշվարկներ, թե դրանք ինչ միջոցների շրջանակներում են լինելու։ Շնորհակալություն Տիկին Գալստյան, ձեր թույլտվությամբ ուզում եմ իրավունք ինձ վերապահել, կարծելով, որ դուք նաև հղում եք կատարում հանրային հեռարձակողի խորհրդի դիտարկումներին, որովհետև հեռարձակող խորհրդի մեր գործընկերները հիմնականում հենց այդ դրույթին էին հղում կատարում իրենց մտահոգությունները բարձրաձայնելիս։ Տիկին Գալստյան, պետությունը միլիարդավոր դրամներ է հանրային միջոցներ է տրամադրում հանրային հեռարձակողի խորհրդին, եւ իմ պատկերացումն այն է, որ հանրային հեռուստաընկերությունում հանրային հեռարձակողի խորհուրդը պետք է հոգ տանի, որ հանրօգուտ բովանդակությամբ հեռուստահաղորդումների քանակը թիվը ավելանա։ Եվ ես համարում եմ, որ այն բյուջեն, որը տրամադրվում է հանրային հեռուստաընկերությանը, լիուլի բավարար է, որպեսզի մեր հեռուստադիտողների համար ապահովի առնվազն նվազագույն քանակությամբ հեռուստահաղորդումներ, որտեղ հոգևոր, մշակութային եւ կրթական բաղադրիչները դոմինանտ կլինեն։ Սա մեկ եւ երկրորդ ուղղությունը, որ մենք ոչ միայն պատկերացնում ենք, այլև փաստերով ենք արձանագրում, դա այն հիմնադրամն է, որտեղ առնվազն հաջորդ տարվա համար 250 միլիոն դրամ մենք բյուջետավորում ենք եւ ես հույս ունեմ բյուջեի քննարկման ժամանակ դուք նաեւ կողմ կարտահայտվեք այդ ներդրմանը կառավարության կողմից, որը գալիս է ընդհանրապես մեդիա միջավայրին աջակցելու, որովհետև վստահաբար դուք գիտեք, թե ինչ դժվարությունների միջոցով են անցել հատկապես վերջին տարիներին հեռուստաալիքները։ Համեցեք, արձագանք։ Ուրեմն, պարոն Հայրապետյան, բնականաբար կարծում եմ դուք էլ գիտեք, որ հանրօգուտը շատ ավելի մեծ հասկացություն է, քան կրթամշակութայինը, որովհետև հանրօգուտ կարող է լինել նաև քաղաքական եւ այլ տիպի հաղորդումներ, որոնք պարտադիր չէ, որ լինեն կրթական եւ մշակութային։ Եվ ես ձեզ հարց էի տալիս, եւ դա մեկ հիմնական այսպես մեկնակետ, հասկանալու համար արդյոք որքանով է հիմնավորված, արդյոք դուք որպես նախարարություն ունեք համապատասխան վերլուծություն, չափանիշներ, ֆինանսական բեռի մասին պատկերացում, իսկ ինչ վերաբերում է այդ հիմնադրամին, այն կարծեմ դեռևս չի էլ գործում եւ ապառիկով կամ ապագայի հաշվին այստեղ խոստումներ տալը բացարձակապես չի բխում այս նախագծի հիմնավորվածության շահերից եւ ինչպես հիմնական զեկուցողի նախագծի հեղինակի այնպես էլ ձեր պարագայում ես կարծում եմ դուք փարատիչ եւ հիմնավոր պատասխաններ չեք տալիս թե փակելով այս մի ուրեմն սեգմենտը ինչ պատկերացումներ եք ինձ դժվար չի հասկանալ թե ձեր պատկերացումները քաղաքական մեծամասնության պատկերացումները ինչպիսին են բայց շատ ավելի ճիշտ պիտի լիներ կամ ուղղակի իմպերատիվորեն ճիշտ պիտի լիներ եթե դուք այստեղ դուք եւ հիմնական զեկուցողը հիմնավոր փաստարկներ ներկայացնեիք ապագայի եւ ձեր տեսլականի առնչությամբ կոնկրետ կրթամշակութային բովանդակության առումով Շնորհակալություն արձագանքի համար, պետք է անկեղծ խոստովանեմ, որ դրա առաջին հատվածը լավ չհասկացա, բայց ամեն դեպքում Տիկին Գալստյան ուզում եմ ասել, որ որևէ բան ինքնանպատակ չէ, առնվազն մեզ համար, որևէ հեռուստաալիքի ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ մենք մեր սուրբ նվիրական զգացողությունները ի ցույց չենք դնում, մեր պատկերացումները եկեղեցու նկատմամբ հոգատարության եւ սիրո բոլորովին այլ ձևով ենք դրսևորում եւ ոչ թե պարզապես հեռուստաալիքի ֆինանսավորում ենք ապահովում գիտակցելով որ այն բովանդակությունը որ այնտեղ
արտադրվում է հանրության շատ փոքր հատվածն է դիտում։ Ես գրեթե վստահ եմ, իհարկե ուրախ կլինեմ, որ սխալվեմ եւ ամենայն անկեղծությամբ եմ ասում, որ ուրախ կլինեմ սխալվելու համար, որ նաև ձեր խմբակցությունում շատ փոքր թիվ են կազմում ընդհանրապես մարդիկ, ովքեր որ տանը միացնում են շողակաթը, եւ ես հասկանում եմ ընդհանրապես ինչի մասին է այս երկխոսությունը։ Հետևաբար խնդրում եմ որևէ կերպ չզուգակցել իրար պետության կողմից հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը եւ այն ոչ նպատակային ֆինանսավորումը, բայց միևնույն ժամանակ ընդգծելով, որ ես ստիպված եմ կրկնել, ես հիմա դա չեմ քննարկում։ Մենք նախագծի երկու հեղինակների հետ չենք քննարկելու որևէ հեռուստաալիք փակել չփակելու հարց։ Հանրային հեռարձակողի խորհուրդը իր քաղաքականություն ունի, երբ կներկայացնի իր մոտեցումները, ըստ այդմ էլ մենք մեր վերաբերմունքը կձևակերպենք։